Դուք գնում եք մուրի հետ հանդիպում եք, արևմուտքի հետ շուրի մուրի եք անում, գնում եք Պրագա, հետո վերադառնում եք ստեղ ու ոչ մի տեղից չեք փոխվում, որոշումներ չեք ընդունում։ Սա լուրջ չէ, որոշեք ձեր քաղաքականությունը ինչ է։ Ռուսաստանը վիրավորելով, Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի վատացնելով, մի հատ ցույց տվեք դուք ինչ շահեցիք։ Եթե ձեզ ՆԱՏՕ-ն ասեր, լավ, հիմա վաղը ստեղ ՆԱՏՕ-ի բազա լինեն։ Ուկրաինացիների օրինակը մեզ դաս չեղավ։ Զելենսկու աչքերը հիշում եք, երբ որ երկու կողմից գոռում էին իր վրա Վենսը ու Տրամպը։ Նա ասում էր, բայց դուք մեզ ՆԱՏՕ եք խոստացել, ասում են ոչ մի ՆԱՏՕ։ Ասում է, բա Ամերիկայի զորքերը, չէ։ Բա երաշխիք տալու եք, ասում են, չէ։ Բա 1 միլիոն ուկրաինացի ինչու սպանել տվեցիք։ Պատասխան չէ։ Ես Զելենսկիին հասկանում եմ։ Ես այդ մոմենտ իր տեղը ված զգացի ինձ։ Մի ամբողջ ազգ խաբեցիք։ Ես չգիտեի, որ նրանք մերպես դոդ են կներեք, նրանց էլ խաբեցին։ Հիմա մեզ նույն ճանապարհով տանում են։ Մեկը իրանց հարցնի 7 տարի իշխանության եք։ Ինչ տվեց ձեզ արևմուտքը կոնկրետ։ Նրանք ասում են էսա։ Ստեղ բանն է, ամերիկյան բանակն է, որը 8 րոպեում եկավ։ Ասում ես որտեղ, ասում է ստեղ է։ Ասում է այստեղ ինչ է, ստեղ Ֆրանսիայի ռադարներն են։ Ուր է։ Ստեղ այստեղ ցեզարներն են։ Ստեղ 8 րոպեում հասավ ամերիկյան բանակը, ՆԱՏՕ-ի բազա է ստեղ։ Ստեղ աննախադեպ, ասում ես ուր է, ասում է ստեղ է։ Ստեղ է, հա, ասում ես պետք է գիպնոզ անես մարդուն, որ նա հավատա, բայց 7 տարի դուք տեսնում եք, որ ոչինչ չի գալի։